Եղեք ջան, եկեք օրը սկսեմ մեկ բաժակ շամպայնով։ Դե ճիշտ է, սա ազգուտակս չհարմարվեց, որ մենք արժան ենք սենց լավ կյանքին։ Բայց դե ով չիմանար ու չտրակվեր, որ ունես ընտիր հանգստյան տուն, տաքացվող լողավազանով, շոքեբաղնիքով։ Լեոնարդո, կարող եմ մի հատ սարքեն, ես շոքեբաղնիկից քչություն չի անի։ Դե ստան դիզայնով էլ անձամբ երեխեք ինքս եմ զբաղվել։ Դե ամուսնուս էլ ասել է, որ մի չիմադան փող թողի, որ գրամ Սվարովսկի քարերով լյուստրա առնեմ։ Էս մեր ազգուտակը, որ եկավ ու էս տունը տեսավ, ճիշտ ասած որցի մի շաբաթ խունկ վառեմ, որ չար աչքից հեռու լինի։ Չար աչք ասեցի, հիշեցի, այսօր Լեոնարդոյիս, պապայի, սկեսրայրիս էլ իմ գերոջ ծնունդն է։ Ասցին գանք ձեր տունը ծնունդը նշենք, ասի հոփել, էս տունը արդեն օրավարձով տված է, ուզում եք գանք, փողը տվեք եկեք։ Ռազմի չտալիս։ Ну да, красиво жить не запретишь։ Երեխեք, դե մենք բալիում տուն ունենք, դրա համար որոշեցի անունը հենց սենց էլ դնեմ, որ ինձ միշտ բալիում զգա։ Էս էլ մեր այգեպանն ասել ենք ուշադիր լինի, տենա խոտերը ոնց են աճում։ Էս էլ մեր մաղալչին է, զույգ ախպերներ են էլի։ Մենք ամեն առավոտ մեր նախաճաշը սկսում ենք ընձուղտի չալաղաճով։ Եկեք մի հատ նենց ֆոկուս անեմ, որ ոչ մի հանգստյան տուն էս ֆոկուսը չկարանա։ Բա, հələ էս լուսավորությանը նայ։ Ասել եմ, էս տունը պետքա միշտ լուսավոր լինի։ Իսկ էս տան կողքը ավելի մեծ տուն ենք սարքել։ Կարող եք արդեն գրանցվել։ Բայ։